Լեո, ես ինձ շատ վատ եմ զգում։ Կարաս չասես երևում է, բայց հասկանալի չի։ Ախր ոնց հասկանալի չի այսքանից հետո։ Ես չեմ կարող այս խղճով այս տանը ապրեմ։ Ավելի լավ կլինի, որ Լեա, լավ կլինի, որ սուս մնաս։ Ու անիմաստ բաներ չխոսես։ Լեո, հայրս պատրաստվում էր քեզ սպանել։ Բայց չսպանեց, չէ։ Չհասցրեց։ Լեա, այդ նորություն չի, որ քո հերը երբ ինձ հանդիպում է, ուզում է սպանի։ Լավ էր գոնե այս անգամ ավոն մի լավ բան արեց։ Ասենք թե այս անգամ սենց բրցանք։ Հետո ինչ է լինելու։ Լեո, դու հասկանում ես, որ ես շատ եմ վախենում, որովհետև գիտակցում եմ, որ պապան կանգ չի առնելու։ Դե ուրեմն ավելի վատ իր համար։ Մենք երջանիկ ենք լինելու ու ապրելու ենք միասին։ Ոնց կարանք երջանիկ լինենք, երբ ամեն ինչ ավելի լարվում է։ Մենք իրավունք չունենք բոլորի կյանքերի հետ խաղալու, Լեո։ Բայց մենք իրավունք ունենք երջանիկ լինելու։ Ու այդ իրավունքը ոչ մեկի չեմ թողնի մեզնից խլի։ Նույնիսկ քեզ։ Չես լսում։ Ասում եմ իմ հորը հունան մակունցն է սպանել, դու բան չունես ասելու։ Հայ բալա մի րոպե այդ ցավը տանում իմ ոտին են կրակել, այս ցավը։ Դու էլ իմ անես բաներ ես խոսում, ինձ անես բաներ ես ասում, որ ես ինձ հազիվ եմ զսպում, գիտակցությունս չկորցնեմ։ Ինչի չգիտեիր։ Մանուշակ, ցավը տանեմ, ինչ է իմանամ, որտեղից իմանամ, ես ինչ ես խոսում, որ իմանամ։ Լսի, դու այդ 7 գլխանի հրեշի քրոջ ամուսինն ես եղել ու հիմա խոսքը աղբորդ մասին է։ Լավ չեմ, չէ։ Օդը չի երիքում անշակել, մի րոպե։ Դու հիմա անտեղյակ ես խաղում, բայց ես չեմ հավատում։ Վստահ եմ, որ տեղյակ ես եղել։ Նայ, մեռնեմ ջանիդ, իմ սիրուն բալա, իմ լավ բալա, դու լավ գիտես, որ ես ամենաշատը քեզ եմ սիրում։ Հիմա այդ ինչ-որ խոսում ես Լեոն Դավիթը, որ ինձ ասեին, ես այդքան չէի նեղվի, բայց դու հիմա հոպարիդ միջև հոգու խորքը վիրավորում ես։ Ես քեզ ասում եմ հունան աղբորը տա սպանել, դու թատրոն ես սարքում։ Հայ բալա, ինչ թատրոն։ Ինչ թատրոն, ցավը տանեմ, ինչ ես խոսում, հələ դու ասատան ձեր թատրոնից ինչ կա, դե Ջուլիետ բան չես խաղում դու։ Չեմ հավատում քո խաղին։ Պետք չի խաղալ։ Ես վստահ եմ, որ իմացել ու լռել ես, ստորաբար լռել ես, այն դեպքում, որ խոսքը աղբորդ մասին է։ Տալսի այ բալա, հերիքա։ Դու ինձ անհիմն մեղադրանքներ ես ներկայացնում, չափը ճանաչի, նա իսկ զգուշացնում եմ, հերիքա բոլա։ Ու եթե իրոք իմացել ես ու ոչ մի բան չես արել, ուրեմն դու իրանից վատն ես, իրանից տականք ես։ Աղջի զսպի քեզ այ Դուք էլ իրար եք ուտում։ Ախ, այ էլ մեռնում ես ոտի սովից։ Եթե ես քեզ համար այդքան անարժեք եմ, եթե այդքան կարևորություն չունեմ, գոնե որպես երեխայիդ մայր կարող էիր հիշել ինձ։ Արա գիտես ինչը վաղտես զանգ է։ Մի քիչ երկարացնես բժիշկներն չեն փրկի անժտի։ Եթե քեզ համար մեկը երեխայիդ կյանքը, ապա սկսիր։ Մի հապաղեր Գրիշ ջան։ Լսի որ մեկը լներ։ Վաղուց համարդ է ջնջած կլնեի, քեզ է ջնջած կլնեի, անդադ նույն բանը մի ասա։ Ընդհանուր առմամբ այս երեխան ես մենակով չեմ ստեղծել Գրիշ։
Այնպես որ խնդրում եմ քեզ չդժգոհես։ Ես է քեզնից երեխա չէի խնդրել։ Ու ոնց որ մենք իրար ընդհանրապես լավ չենք հասկանում, հեսա կգամատեմ մանրակրկիտ կբացատրեմ։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է գիտակցել, որ երեխաներդ քո թշնամու երեխաներին են ընտրել, բայց սիրում են։ Շարունակի, տես ուրիշ ոնց կարաս ինձ հունից հանես։ Արի սթափ նայենք իրավիճակին։ Լեոյի հայրը քո թշնամին չէր։ Դու ես նրանց թշնամին, որովհետև Մի հատ այդ քո խոհափիլիսոփայական մտքերը մի կողմ դիր։ այս անիմաստ պատերազմին պետքա վերջ տալ։ Սարգսյանների ընտանիքը չգիտի քո ատելության պատճառը որն է։ Դու ես իրենց հրահրում։ Չգիտենք իմանան։ Թե մտածում ես նախքին հարսդ բերանը փակա պահելու։ Չէ։ Հեսա բոլորը կիմանան աղջկատ էլ այդ տնից դուրս կշպրտեն։ Ալո։ Մոռացել ես, որ հիվանդանոցում եմ։ Արամ, ես այդքան ժամանակ չունեմ, որ քո մասին հիշեմ։ Ժամանակ գտի արի հիվանդանոց։ Ես ժամանակ չունեմ։ Արտյոմն երեք է։ Արիկը պարզենք, որ մեկը տա խապում։ Ինչ էր ուզում։ Քեզ շվերաբերող հարցերին մի խառնվի։ Ես հետ գամ աղջիկը տանը լինի։ Տես թե չէ բոլորիդ համար շատ վատ է լինելու։ Պապի տղետ քեզ բան ունի ասելու։ Հա, Ավետիք, ասա լսում եմ։ Բայց իմացի, որ Ավետիքդ լավ բան չի հայտնելու։ Կթողես խոսի մարդը։ Ոտքը ցավում է, թող ուժերը հավաքի, որ խոսա։ Քո խոսելավոճը ինձ հեշտ դուր չի գալիս, Մանուշակ։ Հայ բալա, մի րոպե, այ ցավը տանը, մեռնեմ ջանիդ։ Սիրունս։ Հերս, Մանուշակս նեղվել է, շատ ջիգարով է, ես սրա կյանքին մեռնեմ։ Ասպա հոպար ջան, ուր ես գնամ։ Ինչ ասացի, ուզում եմ գնամ, չի թողում, ասպա այդ ոտով ուր ես գնամ։ Հա դե հեր ջան ճիշտ եմ ասում, էլի ցավը տանեմ, երեխենա չի ուզում, բայց դե ոչինչ, մեծ ընտանիք եք ախր, հասկանում եմ, բացի դա Լեաս էլ եկել է, միացել է ձեզ, ինչի մնամ խանգարում, ես դες բաներ չեմ սիրում, ցավը տանեմ։ Ինչ ես խոսում։ Բայց Մանուշակը ճիշտ է ասում։ Ոչ մի տեղ էլ չես գնալու, կմնաս այստեղ։ Մեր տանը լիքը տեղ կա, չենք նեղվի, չէ, Մանուշակ։ Այն էլ ոնց կնեղվենք։ Այ բալա քեզ ինչ եղավ։ Սա Լեոյին ու Դավոյին տվեց անցավ։ Ձեզանից բան չհասկացա։ Հերս, մեռնեմ կյանքիդ։ Գիտես ինչ եմ մտածում։ Ասում եմ թորները տամուստանան, իրանց ուզածներին, վեկալ են գնան, ես էլ քեզ առնեմ ու գնամ, տանեմ, թագավորի պես առոք-փառոք պահեմ հորս։ Իմ առոք-փառոք կյանքը իմ թորների կողքին է։ Իմացար Ավոր ջան, առանց թորների ես կյանք չունեմ։ Ասեմ քեզ ավելին, եթե թորներս չլինեին, Ռաֆոյից հետո ես կմեռնեի։ Չեմ ուզում ոչ Լեան, ոչ էլ Ավոն այս տանը մնան։ Լեայի պահով համաձայն եմ, բայց Ավոյի հետ կապված ինձ թվում է մեր վերաբերմունքը պետք է փոխենք։ Լեոյի կյանքն է փրկել։ Երևի տենց արել, որ տպավորություն թողնի։ Ասենք իրա կյանքի գնով զոցերա տպավորություն թողնի։ Ինչի՞ չէ։ Մարդիկ շատ կեղտոտ հոգի ու կեղտոտ մտադրություններ ունեն։ Մանան կարող է ինչ-որ բան կա Ավոյի մասին, որ ես չգիտեմ։ Օգնի, որ Լեային ու Ավոյին ըստ տնից հանենք։ Ես չեմ ուզում այդ կեղծավոր Լեայի հետ նույն տանիքի տակ ապրեմ։ Շատ ավելի վատ քո համար, մանան։ Լեան էս տանն է ապրելու։ Այդ դու ուզես թե չէ։
Ոնց ես Լեո։ Պապայի հրամանով ես զանգել մամ։ Չէ, զանգել եմ հասկանամ ոնց ես։ Ուզում եմ քեզ հետ խոսեմ, որպես քո մայր։ Ուզում եմ խոսենք որպես նույն սեռի ներկայացուցիչներ։ Մամա, ես ու Լեոն ամուսնացել ենք։ Ես արդեն ընտանիք ունեմ ու հետ չեմ գալու։ Ես չեմ առաջարկում հետ գաս։ Ես ընդամենը խնդրում եմ հանդիպենք։ Մի վերջին անգամ քննարկելու համար էս ամեն ինչը։ Լավ։ Բայց միևնույն է այդ հանդիպումից հետո բան չի փոխվելու։ Որ ուզում ես լավ էլ ժամանակ ես գտնում ինձ համար։ Արդ ինչ ես լեզվից տալի է։ Իմ լեզվին տալը գալիս է քո վերաբերմունքից։ Այդ ինչ վերաբերմունք էր ակնկալում, որ Սրտացավ, հոգատար, եթե ոչ իմ հանդեպ, գոնե այն երեխայի հանդեպ, որ նոր պետքա ծնվի։ լսի չես նկատեմ մի տեսակ այդ երեխու թեման ոնց որ անդադ շահարկ ես, թե մտածում ես կարաս այդ երեխու միջոցով ինձ կոնտրոլ արածելնես, հա։ Ինչ որ շատ չես քեզ կարևորում։ Դա իմը լսի Մաշա, ականջներդ լեն բացի, որ լավ ֆիքս ես։ Ես քո մոտ կգամ այն վաղ, երբ որ իմ մտքով կանցնի, երբ որ ես կուզեմ։ Ու երեխու համար կանեմ ինչ-որ քայլեր, այն ժամանակ, երբ որ կնախատեսեմ այդ ամեն ինչը, հասկացար։ Իսկ եթե քո պայմանները իմ սրտով չեն։ Ինչ ասեմ։ Այդ դեպքում ընտրությունը քոնն է, կանանք ամեն մեկս մեր ճամփով գնանք, ես կհարգեմ քո որոշումները։ Հազար ու մի գործ թողած եկել եմ, ասա։ Քո համար գործերը դա կարևոր, իմ համար էլ կյանքս։ Կարևորը ապրի։ Իհարկե, եթե կարաս։ Նենց չեք խառնել իրար ամեն ինչ, որ կարենամ հանգիստ ապրեմ։ Տղա ջան, այդ ամեն ինչի մեղավորը հոպարը դա։ Այդ հարցերով իր հետ։ Ինքն էլ ինձ եկել համոզում էր, որ իմ համար թիվ 1 թշնամին դու ես։ Ինձ կանչել ես, որ այդ պարզ ես։ Հա, եթե դեմ չես։ Դեմ եմ։ Ես ինձ հարգել գիտեմ։ Ինչպես նաև իմ ժամանակը։ Իսկ եթե դու հավատում ես դրան, այդ արդեն քո խնդիրն է։ Լակոտ չեմ։ Եթե տենց ես մտածում, տենց խաբված էլ ապրի։ Պարզ բացատրեցի քեզ ամեն ինչ։ Լեո տենց մի խոսա քրոջդ հետ։ Միա, այդ քանի կար դու էիր քրոջդ վրա խոսում, դասեր էիր տալիս։ Այդ ինչ եղավ տենց միավորվեցիք, հա, իրար հետ։ Իմ ու Լեայի դեմ եք աշխատում հիմա։ Մեր խնդիրը քո հետ չի է, Լեայի հետ է։ Լսի, որտեղ ես, ընդեղ է Լեան։ Մի ասա տենց, որ հետո չզղջաս։ Ինչի համար պիտի զղջամ, մանան ջան։ Թե որ դու տենց ինչ-որ քայլեր արեցիր, հետո զղջացիր դրա համար ես ասում։ Ես զղջում եմ ձեզ չլսելու համար։ Իմ դեպքը ուրիշ է։ Ես Լեային շատ լավ եմ ճանաչում, իսկ դու Գրիշին չէիր ճանաչում։ Տենց վստահ մի հայտարարի, թե գիտես Լեանովա։ Լեո, քանի մանան ու ուշքի է եկել, արի դու էլ սթափվի։ Այդ մագնուսների աղջկան հետ ուղարկի իրանց տուն ու վերջապես ազատվենք էլի այդ մագունցներից կլինի։ Վերջացրիր Դավո։ Դե հիմա ինձ լսի։ Ես ուզում եմ, որ դուք հարգեք Լեայի իմ կին լինելը։ Մանան ջան, Դավո ջան, Լեան իմ կինն է։ Ու մենք ամուսնացել ենք։ Ու ոչ մեկը չի կարա մեզ բաժանի։ Ու շատ խնդրում եմ ձեզ, որ հաշվի նստեք իմ որոշման հետ։ Սենց մի հատ փոքրիկ հիշացում անեմ, որ հիշես էլի, այս վիճակս այդ քո Լեայի հոր շնորհիվ է։
Ավոն, որ ընդ ոտը կրակացը նստած է, էլի քո Լեայի հոր շնորհիվ է։ Կարող է մյուս անգամ ոչ ես, ոչ Ավոն քո հետևից չհասցնենք։ Ու այդ մակունցը Լեայի հերը վերջապես հասնի իր ուզածին։ Ու գլուխը տուտի։ Էդ ես ուզում։ Ես էլ քեզ հիշացնեմ, որ Լեան պատասխանատու չի թե իր աղբոր, թե հոր արածների համար։ Իսկ այդ ոնց է լինում, որ ես ձեր բոլորի արածների համար պատասխանատու եմ։ Իմ համար նորմալը է դա։ Համել մոռանում ես, հա, որ Լեան շատ խորը թքեց հոգուտ մեջ։ Ուզում եք հիմա էլ նույնն անի։ Չի ստացվել։ Ես այդ չեմ թողնի։ Եկա։ Բայ։ Բարև երեխեք ջան։ Պապի ջան։ Բարև ցավդ տանը։ Կարելի է։ Սենց որ մի հատ տվել եմ ինչա կարելի է։ Պապ, եկել ենք Դավոյին տեսնենք։ Վայ շատ լավ եք արել։ Որ զորով ուզեինք, այսպես չէինք կարող հավաքվել իրար գլխի։ Երեխեք։ Մանուշակ, Դավիթ, Լեո, եկեք տեսեք ովքեր են եկել։ Լեան էլ այստեղ, համեցեք։ Բարև ձեզ։ Այ Աստծո բարին երեխեք ջան։ Փաստորեն դուք եք դրան հետ կռիվ տալի։ Ավետիք, Հա ջան, ոտքը սեղանից իջեցրու։ եղավ ցավը տանեմ, ոնց ասես։ Ավո։ Երեխեք իմացել են հետից կատարվածի մասին, եկել են ինձ տեսնելու։ Ես էլ սենց եմ դիմավորում, պապ ջան։ Հա երեխեք, ահա որա ցավում, անբացատրելի է ցավում, ես ոտի ցավը չգիտեմ, չեմ դիմանում, հազիվ եմ ինձ զսպում, բայց խնդրում եմ, ցավները տանեմ, չփորձեք ինձ հերոսացնեք, լավ բառեր ասեք, չէ։ Իմ պարտքն եմ համարել, արել եմ, լավ եմ արել։ Բա ոնց։ Ես ինձ իսկական հորպես եմ պահել։ Ինչքան էլ տղերք ինձ չընդունեն, մեկ է, ես իրանց ցավը տանեմ։ Ես իրանց հարազատ երեխեքի պես եմ նայում։ Լավ եմ արել, ինչ արել եմ, իրանց ցավը տանեմ։ Տեղյակ չեք ինչ է եղել։ Նստեք մանրամասն պատմեմ։ Եկեք։ Տեսար ոնց պաշտպանեց։ Աման լավ էլի։ Մենք չենք կարողանալու Լեոին Լեայի ձեռքից ազատենք։ Անկեղծ եմ ասում, արդեն ես չեմ հարգում այս խոսակցություններից, արի փակենք այս թեման, կլինի։ Համելի չի ներքև տես ովքեր են եկել պապին կանչում էր։ Ինձ չի հետաքրքրում ովքեր են եկել։ Դու ոչ միտեղ չես գնալու։ Լեո, ես ընդհանրապես գնում եմ մամայի հետ հանդիպման։ Աղջիկ ջան, կարաս հասկանաս, որ այդ հորդ կողմից պատրաստված ծուղա կա։ Եթե անգամ այդպես է, միևնույնն է, մեր հարաբերություններում բան չի փոխվելու։ Լեա, մի մոռացի, որ ես ու դու արդեն ամուսնացած ենք։ Դա հաշվի առնելով ասում եմ, ոչ հայրս, ոչ էլ մայրս չեն կարող մեզ բաժանել։ Եթե իհարկե մի օր դու չուզենաս։ Հույս չունենաս, տենց բան չի լինի։ Լավ, Լեո, արի չվիճենք։ Ես հիմա կգնամ ու խոսք եմ տալիս 1 ժամից տանը կլինեմ։ Չէ, խնդրում եմ, հանգիստ պարկի չեմ ուզում քեզ խանգարեմ։ Չես խանգարում, նար։ Ուղղակի չես սպասում, որ կգաս։ Ես ու Սարուն շատ անհանգիստ ենք քո համար։ Հատկապես ես անընդհատ քո մասին էի մտածում։ Ինչ խոսք։ Հաճելի է լսել եմ։ Ոնց ես հիմա, Դավ։ Շատ է ցավում։ Որ դու կողքս ես ոչ մի տեղս չի ցավում։ Ցավը տանը, մտես բաներ։ Այդքանից հետո վերջում Լեոին ասում հələ զենքը տուր։ Բա ինչի համար ուղղար, ասում եմ տուր զենքը տալիս է։ Ունանի մատա հետքերը ջնջում եմ։
Իմը վերցնում վրեն, որ ասում են ինչի համար, ասում եմ ես եմ արել, միամիտ եմ արել, խի աղբեր ջան, որ Լեոս ու Լեաս երջանիկ կլինեն, էտել եմ արել, ես գնում մի քիչ մաքրել շնչամ։ Օգնեմ քեզ ավոր։ Այդ ցավը տանեմ, ես այսքանը պատմեցի, որ դու ինձ ասես օգնեմ, ավո հոպարա, դու ուժեղ տղա, դու իրան մի աչքով մի նայի, ես քո հոպարնել եմ։ Я. Աշկներս լույս։ Բարը ջան։ Привет, Սարջան։ Привет, Լեա ջան։ Ամեն շնորհավորում եմ։ Սիրուն ջան, մեր գժին լավ կնայես։ Հիմա սա աչից եմ բզում, թե ձախից։ Աչից։ Արա ես քեզ պետքա բզեմ, որ թաքուն ամուսնանում ես։ Ախպերս դնես չի հարսանիք են կարել, որ մի հատ էլ քեզ կանչեի։ Հյուրեր չենք ունեցել, Սարջան։ Երկուսով ենք եղել։ Հա, այսը գիտեմ հարսանիք է կարել, ուղղակի որ կռված ենք չի կանչել։ Ախպերս դե դու մտածելուց միշտ էլ վատ ես եղել։ Դե արի իմը հաշտվենք, որ մյուս առիթներիդ ինձ է կանչես։ Չէ, սենց շատ ճիշտ է։ Թե չէ, ձեզ վիճված չի սազում, այդ նույնը ոնց որ ես ու Նարեն կռվենք։ Չի լինի։ Դու քոնը արեցիր ընկերս, հասար սիրած այդ աղջկան, երջանիկ եղեք։ Ապրես, Սարոս։ Լավ երեխեք ջան, ես դուրս կամ, որ շուտ վերադառնամ։ Գիտես չէ, Նարեն էլ եկել։ Ոնց բա՞ուր է։ Գնաց վերև Դավոյի մոտ։ Ուրա գոնե Նարեին հաջողվի մեր կատաղածին հանգստացնել։ Լավ, Սարջան, կներեք ես շուտ դուրս կամ, որ շուտ հետ կամ հասնենք մի քիչ շփվենք։ Դե մի ժամից տանը կլինես, չէ՞։ Յա, Հարսիկ ջան, ես ուր ես գնում։ Լեոն գիտի ուր եմ գնում։ Բայղավ Հարսիկ ջան, չի կարելի ցավը տանեմ, շատ կոպիտ ձևով ավո հոպարի տեղը իրան ցույց ես տալի, չի կարելի։ Մանավանդ, որ ես քեզ շատ լավ եմ հասկանում, ասեմ իմանաս դու իմ թշնամին չես, ես շատ լավ եմ պատկերացնում քո հոգեվիճակը, որ դու ես տանը ապրում ես, դժվար է, որովհետև ես շատ լավ գիտեմ, թե ինչ արել հայրիկդ տարիներ առաջ։ Դե որ տենց է, ուրեմն քո համար էլ ավելի ծանր պիտի լինի, որովհետև դու ես տանը, որպես դավաճան ես ապրում։ Լրիվ հոր աղջիկն է, թարախ հունանի թարախ աղջիկը։ Ասա Հունան։ Խոսեցիր աղջկադ հետ։ Դեռ ոչ։ Ուր ես։ Եկել եմ Լեայի հետ հանդիպման մեր տան մոտի այգում։ Բայց հույս չունեմ, որ կգա։ Կգա։ Անպայման կգա ու հետը նենց խոսա, որ ուղեղը մտնի, որ ինքն ու Ռաֆի լակոտը ճանապարհ չունեն։ Մանան, ուր ես այ աղջի, արի օգնի։ Ուր է մեր տան հարսը, թող ինքն էլ կաշխատի։ Էլի թույն ես թքում, ոչ իմ կերպ չես հանգստանում։ Այս ամբողջ աղմուկն իրա պատճառով է, թող ինքն էլ գանի։ Տեր Աստված, մանանից խելք տուր, որովհետև իմ նյարդերը էլ չի դիմանում։ Ես խելք ունեմ, հետո էլ ճիշտ խոսելը մեղք չի, պապի։ Մեր տան անդորն իրա պատճառով է խախտվել, թող իրան մի քիչ նեղություն տա, էլի նենց չթվա ինքը մակունցա, բոլորս իրա առաջ պիտի ծառայենք։ Այ ջան, ձեր ցավը տանը։ Սիրող սրտերն իրար գտան։ Հեսա կտեսնեք աղբորս բանեմ ոնց է շուտ ոդկի կանգնում։ Ոնց անենք, որ դու էլ ոդկի կանգնես։ Կարող է Վովայի մամային կանչենք։ Չէ, շնորհակալ եմ, ցավը տանեմ։
Ես իմ սերը զոհաբերել եմ հանուն ձեր հանգստության։ Պահ։ Լեո Բալեանուրա։ Դուրս եկավ Նորա ջան, բայց հեսա մի քիչ հետո կգա։ Նարա ջան, պապին խանութում է, կարող գնաս օգնես։ Դե մենք էլ քանի տղերքով մնացինք, Սարիկ ես մի պատմություն պատմեմ։ Թե ես ոնց Հունանին տապալեցի, ու լետեն դեպքում Հունանը զենքով ես անզեն։ Ահա, այդ պատմությունը Սարիկին արդեն 3-րդ անգամ ես պատմում։ Անգիր է արել արդեն։ Ինչքան շուտ եք մոռանում ու չեք գնահատում այս ինչա։ Պապի ջան, դու գնա տղաների մոտ, ես ու Մանանը ինչ պետքա կանենք։ Կլինի իմ հույսով պապին լավություն չանես։ Մանան ի՞նչ է կատարվում քեզ հետ։ Ես ինձ լավ չեմ զգում ու վստահ չեմ, որ կարամ խոհանոցում երկար մնամ։ Պապի, ես խնդիր չեմ տեսնում, մենակ էլ գլուխ կհանեմ։ Դու ինձ ասա ինչա պետք անել, ես կանեմ։ Ու տենց այդ խառը վիճակներ Սարիկ ջան շունը տիրոջը չէր ճանաչում։ Ես Հունանի ձեռը զենք, ես այդ զենքը գիտեմ, տեսել էի, էլի էի տեսել աղբի, տեսել անզեն, բայց աշկերից դեմը սևացած, հերը ոնց կլինի իրա բալեքի համար։ Հարեցի ամեն ինչ որ փրկեմ բալից ու տենց էլ արեցի։ Հիմա էլ նույն բանն լինի, նույնը կանեմ։ Գյուլի բերան կգնամ Դավոյիս համար էլ, Մանանիս համար էլ։ Ես կարող ես սխալ բան ասեցի, երեխան նեղվեց։ Դավ ջան, աղբերը տա դու ավելի լավ կիմանաս իրան։ Ես արդեն խիստ կասկածում եմ, որ Լեոին գիտեմ։ Հատենց խփեց, ոտից որ խփեց ես եմ գա։ Մի օր ամեն ինչ մի կողմ եմ դնելու, մտնեմ ներս ու ամեն ինչ պատմեմ։ Ասեմ թե ոնց եմ դրանց Ռաֆի գլուխը մեջտեղից բացել, ոնց եմ սատկացրել։ Դենամ այդ ուժեղ տղերքից ով կմնա։ Պապլով մի քիչ կամացվ։ Արգենակ տենանք ինչ ենք անում, ստե կայնելու ոչի բանի է չենք հասնելու։ Մանավանդ սրանցից ենք ուզում իմանանք։ Փաստորեն Մակունց ազգանունը աներեսության հոմանիշն է։ Էդ էլ իմացանք։ Լավ մտ հավաքի քեզ մանան։ Դու ամենավերջին մարդն ես, որ ինձ կարա տենց բան ասի։ Պետք է տենանք իրար։ Գնա գրողի ծոցը։ Միասին կգնանք չմտածես սիրելիս։ Քեզ բաց թողողը չեմ, ես պետք է տենանք ասում եմ։ Իսկ ես քեզ բաց եմ թողել, ջնջել եմ իմ կյանքից, մտքից, հիշողություններից։ Բաց սրտից հետ ջնջել ես։ Առաջին հերթին սրտից։ Չեմ հավատում գիտես, չէ։ Թքած ունեմ, ազատ կամքի տեր ես, կարաս եւ չհավատաս։ Լավ մի խոսքով եթե չեկար տենանք գալու եմ ձեր ջան։ Արի, սիրով կսպասեմ։ Բոլորով կնստենք ու ես կբացահայտեմ այն, ինչ թանկագին պապա տենց խնամքով թաքցնում է։ Հետո կվերցնես քույրիկիդ ու կմաքրվես, եթե իհարկե հասցնես։ Մանան։ Դու ինձ ես սիրում, ես էլ քեզ։ Իսկ իմ հերը ինչ է արել, ինչ չի արել վախտին, այդ մեր պրոբլեմը չի։ Ես ատում եմ քեզ, որովհետև քո մեջ հորը սպանողի արյունն է։ Ատում եմ նաև քրոջդ, որովհետև ինքն էլ քո նման սրբապիղծ է, որովհետև առանց ամոթի եկել է ու աղբորը զգացմունքների հետ է խաղում։ Հեռացրու իրան մեր կյանքից։ Ես չեմ ուզում մարդասպանի աղջկա հետ նույն տանն ապրեմ։ Մարդասպանի աղջկա հետ։
Ինչ լավավոր եկար։ Մամ, խնդրում եմ օգնի ինձ։ Ես ինձ ահավոր մեղավոր եմ զգում, ես ինձ հանցագործ եմ զգում։ Այդպես մի խոսար, արի նստի այստեղ։ Հասկանում ես, մամ, ես մի տանն եմ ապրում, որտեղ տարիներ շարունակ այդ խեղճ մարդու մահն են սքացել։ Այն մարդու ում հայրս է սպանել։ Այդ մասին պիտի մտածեիր նախքան այդ տուն գնալ։ Ես ու Լեոն խսակադրվել ենք, մամ։ Տրվել ես զգացմունքների ու անպատասխանատու քայլ ես արել, չմտածելով, թե ոնց ես այդ տանը ապրելու։ Բա ինչ ես առաջարկում։ Սերս զոհաբերեմ ու դժբախտ լինեմ։ Ինչա թե տարիներ առաջ հայրս առանց աչք թարթելու այդ խեղճ մարդուն սպանել, հա։ Ավելի լավ է սերդ զոհաբերես, քան քեզ։ Արդեն ես էլ եմ տենց զգում։ Քո խեղճը մաքուր է, դու քեզ ներսից կսպանես։ Մամ, ամեն անգամ Լեայի աչքերի մեջ նայելուց մեղքի զգացումից ինձ ուտում եմ։ Եթե այդ մանանը չի մանար դեռ ոչինչ, բայց հիմա ինքը քեզ ատում է։ Ու այդ ատելությամբ եղբայրներին քո դեմ է տրամադրում։ Ինչ ես առաջարկում։ Թողնել ու հեռանալ։ Դե ասա տենամ։ Ինչ ասեմ։ Խոսքը քո Լեայի մասին է։ Ասեցիր մարդասպանի աղջկա հետ։ Հա, նորից եմ ասում, մարդասպանի աղջիկա։ Ինչ կա զարմանալու։ Չի քո համար նորություն է, որ Հունան Մակունցը մարդասպան է։ Եթե ավոն չլիներ, քեզ սպանած կլիներ։ Երբ որ դու ամուսնանում էիր Գրիշոյի հետ, նենց չի Հունանը ճգնավոր էր։ Էլի նույն մարդասպանն էր։ Բայց այդ քեզ հետ չպայեց։ Իմ դեպքը ուրիշ էր։ Այս անգամ ավոն քեզ փրկեց, հետո ով է փրկելու։ Ոնց վստահ լինենք, որ Հունանը հետո չի փորձելու քեզ վնասի։ Լավ, բա որ ավոյի արածի արժեքը այդքան լավ գիտակցում ես, հասկանում ես։ Ինչի էր դա ավոյի հետ կռիվ տալիս, որ ավոն մեր հետ չապրի։ Ես դրա համար իմ պատճառներն ունեմ։ Հոգնացրիր մանան։ Իջի ներքև ու հերիքա Լեայի դեմ դավեր նյութես։ Ոնց քեզ բացատրեմ, թե ով է Լեան ու ով է ավոն, ու ինչով են իրանք ինձ խանգարում, որ ապրեմ։ Ես քեզ հույս ունեի, որ գոնե դու ինձ կօգնես։ Ես դա էլ անում եմ հիմա։ Դու պապայի հրամանն ես կատարում։ Իրա շուրթերով իմ հետ խոսում ես, մամ։ Լեա, ես ինչ կարող եմ անել, որ չեմ անում։ Համենայն դեպս Լեոից հեռանալու կոչ չանես, մամ, որովհետև ես մի անգամ արդեն այդ դառը փորձը ունեցել եմ։ Այդ մահվանից դաժան էր, ու երկրորդ անգամ ես այդտեղից ողջ դուրս չեմ գա։ Ու ինչ ես պլանավորում անել։ Համենայն դեպս հավատարիմ մնալ իմ ամուսնական խոստմանը։ Եթե մի օր Լեոն ճշմարտությունն իմանա ու որոշի, որ էլ չի ուզում ինձ տեսնի, մենակ այդ դեպքում կանհետանամ իր կյանքից։ Ոնց է իմ անշնորհակալ ու անշնորհք աղջիկը։ Ինչ ես անում այստեղ Հունան։ Մամա, մի խաղա։ Դուք հաստատ պայմանավորվել եք, ես թակարդ ես, չէ՞։ Լիա, երդվում եմ հորդ հետ ոչ մի պայմանավորվածություն չեմ ունեցել, չգիտեմ ինչ անում այստեղ։ Եկել է որ փրկիր աղջկան։ Իմ փրկությունը քեզնից հեռու լինելն է։ Այս կյանքում միշտ չի որ համընկնում են մեր ցանկություններն ու իրականություն են դառնում։ Այսօր շատ երջանիկ օր է ինձ համար, որովհետև իմ օջախում հավաքվել են
Շատ հարազատ մարդիկ։ Մարդը հարուստ է, երբ շրջապատված է իսկական հարազատներով։ Ուրեմն առաջարկում եմ խմել մեր մեծ ընտանիքի կենացը։ Ապրես հերս։ Երեխեք ջան, ոնց որ պապաս ասեց, մեր մեծ ընտանիքի կենացը, խմեք, անուշ արեք։ Այսօր մենք շատ կարևոր բան ունենք նշելու։ Պիտի նշենք մեր Լեոյի եւ Լեայի ամուսնությունը։ Չեմ կարծում արժի նշել են ժամանակ, երբ հարսը սեղանի շուրջ չի։ Պապի ջան, թույլ տուր քեզ հյուրասիրեմ։ Ժամով ես գնում, Լեա, 2 ժամը չկաս։